Հաջորդը ես հիմա չեմ կարողանում ձեզ ցույց տամ, որովհետև գործընկերները երևի ինչ-որ լարի կպան, բայց ես շարունակեմ արտաքին առողջապահության ցուցանիշներն եմ ուզում ներկայացնեմ, հետևյալը, եթե ափսոս չեն կարող հիմա ցույց տալ, բայց եթե ոսկին հանում ենք, ոսկու վերարտահանում եւ պլատինի վերարտահանում եւ այլ, մենք տեսնում ենք, որ կայուն մեր արտահանումը աճում է։ Իսկ ամենակարևոր ցուցանիշը այստեղ 3 ես հրապարակել եմ արդեն, ընդ որում երբ որ 18 ուրեմն 25 ենք մենք ցույց տալիս, այդ պատկերը նույն տրամաբանությամբ շատ ավելի երկար է լինում, եթե 21 թվականին օրինակ մոտ 2.6 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 25 թվականին 4 միլիարդ 462 միլիոն դոլար էր, ընդ որում նախորդ տարվա նկատմամբ մոտ 10% մենք աճում ենք։ Այսինքն սա վերաբերվում էր հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման, այսինքն սա չի վերաբերվում հեռուստացույց, որը մենք չենք արտադրում, մեքենա, որը մենք չենք արտադրում, ոսկի, որը մենք դեռ չենք արտադրում, շուտով արտադրելու ենք ու շատ։ Սա վերաբերվում են այն արտադրանքներին, որոնք որ մենք չենք ուրեմն արտադրում։ Այնտեղից է եղել։ Այնտեղ ինչ-որ ձայներ եկավ ու անջատվեց։ Ոսկի, որոնք որ սա վերաբերում է նրան, որ մենք հայկական ծագման արտադրանք, այսինքն Հայաստանի գործարաններում արտադրված ապրանքների արտահանումը շարունակաբար ավելանում է եւ արդեն հասել է 4 միլիարդ 462-ի, որը պատմական իհարկե լավագույն ցուցանիշն է, եւ երկրորդը նա է, որ նախորդ տարվա նկատմամբ ուրեմն ավելացել է մոտ 400 միլիոն դոլարով եւ սա էլի մոտ 10%-ով։ Մյուսը, որ ուզում եմ խոսեմ, ջինի գործակիցն է։ Ջինի գործակիցը մեզ մոտ բավականին ցածր է եւ սա շատ լավ է, որովհետեւ ջինի գործակցի դեպքում ինչքան ցածր է, այնքան նշանակում է եկամուտները հասարակության մեջ հավասարաչափ են բաժանված եւ մեր տարածաշրջանի հարևան երկրների հետ համեմատած Հայաստանում ամենացածրն է, այսինքն Հայաստանում ստեղծված եկամուտները իրենք համեմատության մեջ ուրեմն հավասարաչափն են բաշխվում եւ դա իհարկե եւս շատ կարևոր ցուցանիշ է եւ ես ուզում եմ նաեւ այստեղ փորձեմ նաեւ ձեզ որոշակի պատկերով դա ցույց տալ, որովհետեւ դա ավելի ներողություն եմ խնդրում։ Դա չկարողացա գտնել, բայց դա նույնպես կարևոր է, որ ցույց է տալիս, թե ինչքան համաչափ է մեր մոտ եկամուտները։ Հաջորդը դա մեր արտադրողականության գործակիցն է, երևի փորձեմ այսպես ցույց տալ, որովհետև ես ստեղ չեմ որ։ Տեսեք, արտադրողականության մեր ցուցանիշը շարունակաբար աճում է, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ եւ եթե նայենք օրինակ մի քանի տարի առաջվա նկատմամբ կրկնապատկվել է մեր արտադրողականությունը։ Դա նշանակում է, որ նույն մարդը, պայմանական նույն գործարանում, նույն ժամանակահատվածում 2 անգամ ավելի շատ արդյունք է ստացվում, 2 անգամ ավելի արդյունավետ է աշխատում։ Իսկ դա ինչպես է տեղի ունենում եւ այդտեղ էկոնոմիկայի նախարարությունը ինչ դերակատարում ունի։ Դրանպես արտադրողականության ավելացման 2 հիմնական ձև կա, եղանակ կա, մեթոդ կա, միջոց կա, այսպես ասեմ, հիմնական, այլ էլ կա, բայց հիմնական 2 միջոցով։ Առաջինը, երբ որ դու նոր գիտելիք ես ստանում, եւ այդ գիտելիքների միջոցով կարողանում ես ավելի արտադրողական լինել, եւ երկրորդը, երբ որ դու նոր տեխնոլոգիա ես ձեռք բերում եւ այդ տեխնոլոգիայի միջոցով ես կարողանում արտադրողական լինել, եւ եթե երրորդը անայինք, պայմանական այդ երկուսը իրար հետ։ Հիմա կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտելիքի ստեղծման ուղղությամբ, սկսած մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարան եւ այլն։ Բայց սրանք մի քիչ ավելի
երկարաժամկետում արդյունքներ, ավելի ուշ արդյունքներ տվողներ են, բայց նաև կայուն արդյունք տվողներ են։ Իհարկե նաև կարճաժամկետ բազմաթիվ ծրագրեր ենք մենք իրականացնում այդ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ ես այս փուլի համար արտադրողականության ավելացման ավելի մեծ մասնաբաժին ակնհայտորեն կառավարության արտադրողականության խթանման ծրագրի հետևանքն է, ինչա դա, երբ որ կառավարությունը սուբսիդավորում է վարկի եւ լիզինգի տոկոսադրույքները բոլոր կազմակերպությունների համար, որոնք որ սարքավորումներ են ձեռք բերում։ Օրինակ գործարանը, որը իր պայմանական շոկոլադի գործարանը կամ գարեջրի գործարանը, որը իր խորհրդային ժամանակների կամ 90-ականներին հարևան երկրներից ձեռք բերած համեմատաբար հին տեխնոլոգիաները փոխարինում է գերմանական կամ ճապոնական տեխնոլոգիայով, այդ ժամանակ այդ գործարանի թողարկած արտադրանքի ոչ միայն որակն է բարելավում, այլ նաև այդ շատ ավելի արտադրողական է ինքը լինում, շատ ավելի շատ արտադրանք է թողարկում, շատ ավելի բարձր որակի եւ այլն, եւ այս ծրագրի պորտֆելի մասին ես քիչ կպատմեմ ձեզ, որովհետեւ այստեղ մի միլիարդ եւ ավել դոլարի պորտֆել է արդեն ձևավորվել, բայց այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է։